ինչ որ պահի սկսեց թվալ, եւ ես եկել եմ այդ համոզմունքին, որ Նիկոլ Փաշինյանը Արամ Զավենովնային դարձնելով իր կվադրոբերը վրեժ է լուծում Վազգեն Սարգսյանից։ Դու գիտեք, տարիներ առաջ քաղաքական գործիչները բացահայտեցին, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը զրպարտանք է գրել Վազգեն Սարգսյանի բանակի մասին, որին հետևել է այն, որ Վազգեն Սարգսյանի վարորդը, թե Թիկնազորի պետը կամ եթե ուներ Թիկնազոր այդ ժամանակ, Մովսես Գեղանգուլյան Նիկոլ Փաշինյանը տարել է Վազգեն Սարգսյանի մոտ, նրան այնտեղ նվաստացրել են, հետո հանրապետական նախկին պատգամավորներից մեկը պատմեց, որ նաև կոնկրետ գործողությամբ են նվաստացրել Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանին փրկել է այդ իրավիճակից Սերժ Սարգսյանը եւ նրան տարել է Վազգեն Սարգսյանի մոտից։ Եվ Փաշինյանը հիմա վրեժ է լուծում, դե Վազգեն Սարգսյանը կենթանի չի կարող Վազգեն Սարգսյանին կալանավորել, չգիտեմ, կամ պատերին ծեփել, քրեական գործ հարուցել, այսպես այն ինչ որ ինքը անում է։ Ինչ պիտի աներ։ Դե հիմա Արամ Զավենովնային կալանավորել ում Ռոմանոսիներ լինելու, եթե Արամ Զավենովնան կալանավորված լիներ։ Ուրեմն ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը պիտի Արամ Զավենովնային դարձներ իր կվադրոբերը եւ ասել, ահա այս չի ձեր սպարապետը, այս էլ իր եղբայրը, իբր իր քաղաքականություն, իր գաղափարներ շարունակողը։ Շամպես կծառայի ինձ։ Պետք լինի կաթողիկոսի եղբոր դեմ քրեական գործ կհարուցեն, պետք լինի սեռական կոմպրոմատներ իր թիմակիցները կտարածեն, որը ինձ է պետք։ Սա կարծում եմ ամենառեալ բացատրությունն է Արամ Սարգսյանի գործունեության եւ Նիկոլ Փաշինյանի մոտիվացիա իրեն օգտագործելու։